ստացվել առ այն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են դրանք կառուցապատելու եւ վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաեւ սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում նվիրատվությամբ։ Այսպես, Աճարյան եւ Ծարավ աղբյուր փողոցներին հարող 8.3 հեկտար հողամասը ձեռք է բերվել 44 միլիոն 657 հազար դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է Play City ժամանցային կենտրոնը, իսկ 2 տարի անց 2004 թվականի նոյեմբերի 15-ին գույքի սեփականատեր Fast Card ընկերության 50% բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել եւ գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Կասկադ համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հեկտար հողամասը ձեռք է բերվել 39 միլիոն 630 հազար դրամով։ Այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է 1 միլիարդ 741 միլիոն 931 հազար դրամով։ Եռասպասարկում պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող Պարոնյան 8 հասցեի շենքը ևս ձեռք է բերվել 40 միլիոն դրամով, որտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի 331 միլիոն 800 հազար դրամ շուկայական արժեքով 600 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հասարակական տարածքներն ու 2 ավտոկայանատեղիները ձևական առուվաճառքի գործարքներով գրանցվել են նախկին նախագահի որդու անվամբ։ Գեղարքունիքի մարզում գտնվող Կապուտակ Սևան հանգստյան համալիրը ձեռք է բերվել 83 միլիոն 669 հազար դրամով, իսկ համալիրի սեփականատեր Art Build ընկերության 50% բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առուվաճառքի գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց Պոակին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի 7 կոտորակ 1 հասցեի 29000 քառակուսի մետր հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քառակուսի մետր շինությունը ձեռք են բերվել 12 միլիոն 267 հազար դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է Orange Fitness Premium ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50% բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու հիմնադրած ընկերության անվամբ։ Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Վազգեն Սարգսյան 20 հասցեի սպայի տան շենքը եւ Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինությունը մի շարք իրավական նորմերի խախտմամբ պետական սեփականությունից դուրս բերելու եւ Պիացա Գրանդե ընկերության նոտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին, որպես կաշառք փոխանցվել է ընդհանուր 2 միլիարդ 633 միլիոն 934 հազար դրամ արժողությամբ 56 անշարժ գույք, որոնց իրական պատկանելությունն ու ծագումը քողարկելու նպատակով գույքերը ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել են նախկին նախագահի ընտանիքի անդամների եւ նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների անուններով։ Մեկ այլ դրվագով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը պատկանող Ծովակալ Իսակովի պողոտայի 22 եւ 22 կոտորակ 4 հասցեներում գտնվող, այդ թվում գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողամասերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 1 միլիարդ 393 միլիոն 870 հազար դրամ, մինչդեռ դրանք նախկին նախագահի հետ մտերիմ անձին պատկանող ընկերությանը վաճառվել են 4 անգամ ավելի ցածր արժեքով։ Ըստ քննության տվյալների, հողամասերն անհամեմատ ցածր գնով վաճառելու եւ Հայաստանում ճապոնական Toyota ընկերության ներկայացուցչության անխոչնդոտ հիմնադրումն ապահովելու դիմաց 2006 թվականի մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին որպես կաշառք փոխանցվել է Toyota Երևան ընկերության 30% բաժնեմասը, որի հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում նախկին նախագահը, նրա որդին եւ հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։ Նախաքննությամբ ուսումնասիրվում են նաեւ նախկին նախագահի որդու անվամբ 2001-ից 2019 թվականների ընթացքում կատարված շուրջ 144 միլիարդ դրամի, 309 միլիոն դոլարի, 77 միլիոն
եվրոյի եւ 18 միլիոն ռուբլու դրամական փոխանցումների, ինչպես նաեւ վարույթին առնչվող անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին պատկանող Հայաստանում եւ արտերկրում գտնվող ավելի քան 3 տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու նպատակով ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ։ Այսենց սա ԱԼՑ-ի էպիկական երաժշտությամբ են քանակներ, որ ներկայացրեցին, մնացած արդեն ենթադրությունները բաները թողնում եմ։ Ձեզ խնդրեմ, խոսենք։ Ինչա ականհայտ դառնում, որ սա 1-2 օրվա աշխատանք չի, էլի, որ երկար աշխատել են սրա վրա այս բոլոր փաստերը, որ վերում են։ Toyota-ի հարցն է մի քիչ անհանգստացում, ասում եմ Toyota-ի անխոչնդոտ մուտքը Հայաստան, ովքեր որ բերել են այդ կոնցեռնը իրանք են կաշառտվել, թե Toyota-ն է կաշառել։ Թե ովքեր բերել են Հայաստան, այդ մի քիչ իրավաբանական պահ կա, որ դժվար է հասկանալ։ Չեմ կարծում Toyota-ն, այդ ով որ ուզեցել է, բան, չգիտեմ, շատ խառնան դեղ արդեն։ Որ ասենք այդ կամպանիային բերում է Հայաստան, նայ, հա, երևի բանալել։ Այո, ենթադրում եմ, որ թույլատվություն ստանա այս կողմեն։ Իդեպ ամեն օր ես այդ Պարոնյան փողոցի մոտի շենքի մոտով անցնում եմ, իդեպ ներքևը սուպերմարկետ կա, սուպերմարկետից եմ հաճախ օգտվում, երբեք չեմ մտածել, որ Սեդրակ Քոչյանի շենքն է այդ բանը։ Պիացցա Գրանդեն է չգիտեի, որ իրանցնա, բայց Piazza Grande, հին երևանցիները փաստորեն կհիշեն, այդտեղ փաստորեն սպայի տունն ա եղել, որը պատմական նշանակության շենք ա եղել, քանդել են։ Ես ինչ հիշում եմ, ինձ այդ Piazza Grande-ն եմ հիշում այդտեղ։ Այդ շատրվանների փողոցն է այն 2700 քանի շատրվան կա, այնց այդ Պարոնյան թատրոնի դիմացն է, էլի են գնում, շատ գեղեցիկ շենք է, արդարության համար ասենք, ինչ որ Piazza Grande իտալական իրոք ձևաչափ ունի, բայց դե ասել պատումները։ Տեսնենք ինչքան կտևի սա։ Եվ ուր կհասնի ամենակարևորը։ Այս դատավորներին շատ ուժեղ կպավ այսօր ասում։ Դատավորները ինչի չգիտենք, ձերոքական են։ Այ հարգելի պարոն Փաշինյան, բա որ գիտեք։ Ես հասկանում եմ, որ մի օրում մի ստորագրությամբ այդ դատավորները չեն գնում գալիս, բայց սահմանադրական դատարանի դատավորներին ոնց իրանց աշխատավարձը բանը տվեցիք, ճանապարհեցիք, հիշում եք, չէ՞, պրոցեսներ եղավ։ Բանի Բա մյուսների կամ եթե այսինչ դատավորը վերցնում է այդ գործը, որ ասում եք ձգում Ինձ մի բան է շատ հետաքրքիր։ Վստահ եմ մարդ կլինեն, որ իմանան, այդ որ ասում են, այսինչ գործը տրվել է այսինչ դատավորին, ով է դա որոշում, թե որ գործը որ դատավորը պիտի բարի, շատ կարևոր է։ Ասենք Կտրիշ Ներսիսյանի կամ Կաթողիկոսի կամ Գարեգին Բ-ի գործը վերցրին, դու ասած ինքնաբացարկը հայտնի։ Այ ոնց իմանան այդ վերցնողը այն մարդն է, որ իրոք պատշաճ քննություն դատական կամ գիտես ինչ, իրեն մինչև դատը սկսել է, երբ որ իրեն նշանակել էին, ինքը պետք է այդ ժամանակ չասեր, որ ես սենց հարցեր ունեմ, որ չեմ կարող լինել դատավոր, ոչ թե գնան դատարան օրը բան անեն, ասի ես ինքնաբացարկեմ, չգիտեմ, ես այդ օրենքներից բան չեմ հասկանում, բայց մի բան այն չի հաստատել։ Բարդ է բարեկամներ։ Ինչ եք դուք կարծում, վաղուց չենք զրուցել, հեռախոսամարը ակտիվ է, այո, ստուգենք։ Խնդրեմ 744773444 շարքային մեր հարգելի ռադիոլսողներ, քաղաքացիներ, ինչ եք դուք մտորում այս ամեն ինչի շուրջ, ինչ եք կարծում։ Ամեն ինչի մեջ շատ ճնշող մի բան կա, էլի, որ խապված ես քեզ զգաց տարիներով, չես էլ իմացել, բան հիմա որ այդ ամբողջ ընթացքում խապված ենք եղել, էլի, Ամերիկայի տակ արել են ինչ ուզել են ու ոչ մի բան։ Ոչ մի բան։ Ես որ կարդում եի, ասենք, տենց խունտաներ, բաներ են երկրում ինչ որ հարավ ամերիկյան կամ աֆրիկյան երկրներում, որ այնտեղ թալանել են բաներ են, չէին պատկերացնում, որ ցիվիլ երկրներում կարող է նման տիպի բաներ տեղ ունենա։ Ահա այսքան հնարավոր չի էլի, մեկը չի, երկուսը չի, երեքը չի, էլ բնակավար չկա, որ չմտնեն ու չփախցեն էլի։ Շատ բանն է, տոտալ հանցագործություն, տոտալ էլի, որ ծերից բռնում ես հանցագործություն։ Լավ, բայց մարդը երբ է ժամանակ ունեցել երկիրը կառավարելու, մարդկանց մասին մտածելու, այս ամեն ինչը որ լսում ես, իրան կառավոտից իրիկուն սրանով են զբաղված եղել։ Այն թաքցնեն, սարքեն էս սարքեն են, այն սարքեն են, այն բերես տարավ նրան, այն դրա անունով դրեց, սա բերեց, ամբողջ օր էս ա եղել։ Ու միլիոններ մեջ է, ընթացքում էլ գնում էր առույց որսալու Աֆրիկա, մարդը հոգնել է, պետք է հանգստանա։ Դե ոնց հասկանանք դա, բայց որսը կրակել է այդ ժամանակներում եղել է նորմալ ձևաչափ, որովհետև Երևանի փողոցներում էլ էր որս մեծ հաշվով, անմեղ մարդկանց տարի սպանում էին, ինձ որ
Այդ ժամանակները, երբ որ այսօր առանց ամաչելու պարոն Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, падգամավոր, իհարկե հասկանում եմ, որ դաշնակցական այդ ամեն ինչը հասկանում եմ, բառամթերքը տեղից բխում է, բայց երբ որ բավական լուրջ կրթություն ունեցող Լոնդոնում սովորած մարդը գալիս է կանգնում է ազգային ժողովի ամբիոնին Փաշինյանին, ինչ մեղադրանք ուզում եք ասեք, դեր իրավունքն է, բայց երբ որ դուք ասում եք, դուք ստալինյան, բոլշևիկյան, նեոֆաշիզմի ռեժիմ եք սահմանել Հայաստանում, այդ մարդը չի կարող կրթված կրթություն ունեցող մարդ համարվել, որովհետև կարակ ասեք, սա բաստողում է, սա վատ է, բայց նեոֆաշիստական եւ բոլշևիկյան դուք ընկերներ տարական, եթե պատմության դասագիրք էլ թերթեք, կհասկանաք, որ ընդհանրապես համեմատելու բան չի։ Եվ եթե Փաշինյանը լիներ նեոֆաշիստական բոլշևիկ, դուք մինիմում Երևանի բերդում կացնահարված կլինեիք, պարոն Խաչատրյան։ Դուք ծնողներից տարիքի մարդ եք, դուք տենց բաներ ոնց եք ասում, էլի դաշնակցական եղեք, ինչ ուզում եք եղեք, բայց տենց բան ասելը ինչքան մարդ պիտի դեմագոգ լինի։ Դուք կացնահարված կլինեիք Երևանի բերդում, ինչպես բոլշևիկները կացնահարեցին շատերին։ Այս ինչ բան է։ Ասեք, չգիտեմ, կոռուպցիա կա, ասեք, այս ինչը վատ է, ասեք ամեն ինչ, բայց ոչ նեոբոլշևիկյան ֆաշիստական ռեժիմ եք հաստատել Հայաստանում։ Բայց ձեր մեդիաները ինչի չի փակում։ Ասում ես կրթված է, ինչու կրթված սրիկա քիչ է լինում Ռաֆայել։ Հենց այդ է, ցավը հենց այդ է, որ վարկարալին շատ կիրթ այո, փայլուն կրթություն։ Այն դեպքում, երբ որ իրենց ամբողջ կրթությունն ու մտային կարողությունները օգտագործում են նման բաների վրա, ոչ թե ժողովրդի բարօրության, ոչ թե իրենց աշխատանքի որակի, այսպես բաների վրա, ինտրիգների վրա։ Տերորը, ընկերներ, մի հատ բոլշևիկյան տերոր, մի հատ այս լուսավոր դարու մի հատ գրեք ինչ ա եղել։ Դուք մեդիա չէիք ունենա, երկիր մեդիան, որը դաշնակների ալիքն է մեր մոտ, վաղուց կմտնեին բոլշևիկները Տրոցկու պես կասեին մինչև 1-ից 10 հաշվի զույգ թվերի առաջ կգնդակահարեին։ 1000 հատ ալիք ունեք, 1000 հատ ինչ ասես խոսում եք, ում մատնափուշ մտե, ում մատնափուշ մտել։ Աբսուրդ է էլի ուղղակի։ Ինչև եմ, Փաշինյանը։ Բայց գիտես ինչքան մարդիկ հավատում են իրեն։ Դե դու պատկերացրեք էլի, հիմա ես ուզում եմ իրանց հոգեկան վիճակը պատկերացնեմ։ Աչուջախ գրփել են, թալանել են, ինչ practically ինչ ուզել արել են։ Ու հիմա մեկ էլ մի հատ գյուղացի տղա է գալիս, ես իմ որտեղից, ու ասում է գիտեք ինչ, դուք էլ չեք կարա գողանակ թալանեք, հələ պետք է բանտ գնաք։ Ես հիմա հասկանում ոնց են ատում, ոնց ամբողջ մարմնի բջիջներով ատում են այդ ամեն ինչը, որ իրանց դրախտը վերածվում է դժոխքի իրենց աչքի առաջ քիչ։ Այդ է։ Զանգ ունենք, լսենք ռադիոլսողին, տեսնենք ինչ կասի ռադիոլսողը։ Ալո, բարև ձեզ։ Անջատվեց։ Բարեկամներ 747-477-3444 մի փոքր երկար մնացեք գծի մեջ, որ պատասխանում ենք, որ լսենք ձեզ, սպասենք արձագանքների։ Վերադառնալով թեմային, վարչապետը ազգային ժողովում պատասխանել է Հայաստան Դաշինքի անդամ Աղվան Վարդանյանին, ով հայտարարել է, որ Ռոբերտ Քոչյանը շատ լավ կառավարիչ է եղել։ Եվ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, իդեպ իհարկե մարդու արտաքին բան, բայց Աղվան Վարդանյանը որ խոսում է, այսեն կադրն եմ հիշում, այն սենց ձեռարած Սերժի դեմը զգաստ կանգնած մի հատ նկար կա, չգիտեմ, տեսել եք, այդ գտնեմ էս անպայման ցույց տամ, այն որ հավսար զգաստ, այս անպայման ցույց տամ, հայտարարում է, ասում է, հա, ես վատ եմ կառավարում իհարկե, որովհետև հյուրանոցներ չունեմ, միլիոններ չունեմ, բայց ունեմ շատ ավելի կարևոր բան, լեգիտիմություն։ Հայտարարում է Փաշինյանը, մի րոպե գրեմ, Աղվան Վարդանյան, ահա, մի րոպե այս նկարը տեսնեմ կկա։ Լավ, մինչև գտնելը։ Ուրեմն անդիմադիր խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը բոլորդ էլ գիտեք, այդ ասել է, որ սա քաղաքական պատվեր է, բացահայտ հրահանգ է հնչել, գնացել են այդ հրահանգը կատարելու, որպեսզի կարողանա հասցնել իր նպատակին եւ բավարարի ամբողջական Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները։ Լավ, այդ մի բառը գիտեք։ Լավ է, արդեն հասնում է ծիծաղելի աստիճան։ Ուրեմն սա անում է, որ Ադրբեջանի պահանջը բանան։ Այսօր Նարեկ Կարապետյանը, որ ինքն էլ կրթություն է ստացել, լեզուներ գիտի, այս բան, բայց բերել է Գրիգոր Զոհրաբի նկարը ամբիոնին եւ պատմում է, թե իրոք ոնց է ինքը ցեղասպանության զոհերից է եղել, որ մոտիկն է եղել Թալյատ Փաշայի, իրար հետ կարտ են խաղացել, բան հաջորդ օրը բան։
այդ մարդը համայնքի եւ պետության գործունեության մեջ ինքը ամենակարևոր բանն է բաց թողնում, որ այն ինչ որ կատարվում էր նախ մի դար առաջ, դա կատարվում էր Օսմանյան կայսրության մեջ, կատարվում էր Օսմանյան կայսրության մայրաքաղաքում։ Սա մենք խոսում ենք պետության, Հայաստանի Հանրապետության եւ չի կարելի այդ երկու բաները տարանջատել, որ ասում է ինքը դեր էր ասում թուրքերի այդ լեզու է պետք գտնել, գլուխը բռնեցին, կոտրեցին։ Դա համայնքի ղեկավարն էր ասում Օսմանյան կայսրության, ոչ թե կողքի հարևան պետության ղեկավարը։ Այդ շատ կարևոր տարբերություն է։ Դեմագոգիան այնտեղ է կայանում, որ այո, համայնքի ներսում համայնքի ղեկավարը շատ բան կարա ասի, ոնց որ ասենք մենք հիմա Ամերիկայի համայնքը կարա շատ բան ասի, Ռուսաստանի համայնքը շատ բան, դե հայերի միություն ունենք, չէ՞։ Արամ Աբրահամյանն ով այնտեղ բանը ղեկավարը։ Ինչ ասես կարա ասի, բայց պետության ղեկավարը անկախ չի կարող իրեն թույլ տալ այդ ամեն ինչը, դրա համար մոտեցումներն են տարբեր։ Զարմանում եմ այս մարդկանց։ Բանի, եթե կարելի է միտք անվանել Իշխան Սաղաթելյանի միտքը ավարտեմ, քաղաքական պատվեր է բացահայտ հրահանգ են չել գնացել է այդ հրահանգը կատարելու, որպեսզի կարողանա հասցնել իր նպատակին եւ բավարարի ամբողջական Թուրքիա եւ Ադրբեջանի պահանջները։ Հայաստանում գործող քաղաքական անդիմադիր ուժերին, ազգային մտածելակերպ ունեցող մարդկանց կամ առհասարակ բոլոր դիմադրության օջախները պետք է ինքը ոչնչացնի, որպեսզի կարողանա իր այս հակահայկական ծրագիրը իրականացնել։ Մտքի գիգանտ եք դուք պարոն Սաղաթելյան, այլ բան չեմ կարող ասել։ Իրանց բոլորի բառամթերքը նույնն է, լավ է դա սովորել են։ Հակահայ, հակաես, հակաեն, հակաեն։ Դու երեք բանը, չգիտեմ, հանդիպեց քեզ այդ Մեդվեդևի խոսքերը։ Հա, ոչ կարդացինք բայ եթերում, իրար հետ չկարդացինք։ Չէ, ուրիշ բան էլ կա, այնտեղ որ գիտեք ինչ է ասում, ասում է, այսպես է ասում է Փաշինյանի փոքր երկրի, ասում է, ղեկավարի մեծ ամբիցիաները, փոքր, դա շեշտում է, որ փոքր եք դուք էլի, ամբիցիաները, որոնք տանում են բանին սատանայության, սատանայական արշավ եկեղեցու դեմ այս արտահայտությունն է օգտագործում, եւ ազգադավաճան գործ, այսինքն լրիվ տրամադրում է ժողովրդին, որ ասում է սա բանա սատանա է, սա ձեր վնասն է, սա էսա, սա այնա, շուտ տապալեք, եկեք մեր թևերի տակ մտեք։ Ամենաուղիղ տեքստով։ Այո, դա Մեդվեդևը լրիվ ձեռից գնացել է ու այդ առաջինները վերջիններ կդառնան, վերջինները առաջիններ Մեդվեդևի մասին է, էլի սկզբից ինչ դեմոկրատ էր խաղում, չէ՞։ Ինչ դեմոկրատ էր։ Թվում էր թե դե Մեդվեդևը բան ինչ որ նոր լույսեր էին կապում, գնում էր iPhone, այնտեղ բանը ուղորմածիկ այդ iPhone-ի տերը ով էր, դրա հետ հանդիպեց, չէ՞։ Ես բանն եմ լավ հիշում, այդ իր նախագահ եղած ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահն էր մի կարճ ժամանակ, եկել էր Միացյալ Նահանգներ եւ այդ ռուս community, ռուս էմիգրանտներից մեկը հարց տվեց, ասեց, իսկ ձեր համար ամենակարևոր բանը ո՞րն է կյանքում։ Ասեց, любовь, что же еще։ Սերը, ուրիշ ինչ կարող է լինել։ Ու իմ մեջ մի տեսակ, դե մի ամիտ ենք, մենք մի ամիտ էլ կգնանք, էլի։ Գիտես ինչ ամարտ ասում, կարող ավսուտ կես մարդը մի քիչ ուրիշ է, էլի շոր բաներ ունի։ Այո, ախնդրեմ։ Դարձավ ամենավերջի սրիկան, որ ինչ, եւ գիտեք ինչն է ամենազազրելին։ Սա իր մտքերը չեն, էլի։ Ինչ որ բերում դնում են իր ասեղանին, ինքը այդ վերակենում կարդում է։ Չկասկածեք դրանում։ Մի տառ ու բառ չի կարող փոխել։ Այս սա գալիս է Պուտինին։ Այդ vertical system-ը ո՞րն է։ Վերևը մի հատ կետ է, մնացածը սա ներքևում են։ Ու հնարավոր չի ուրիշ կերպ։ Դե, բայց մարդ ապրես այդպես, պատկերացեք, ամեն օր դու սպասես, քեզ ինչ են տալու, որ դու գնաս դա կարդաս քո անունից ու մի խոսքով, հա։ Կամ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կամ աշխատեք։ Հա, ճիշտ ասում, աշխատեք, փող եք ստանում։ Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե իշխանությունը լեգիտիմ չէ, Փաշինյանը նախ հիշեցրեց, որ ժողովրդին կոչ արել դուրս գալ փողոց հեղափոխություն անել, եթե համաձայն չէ գործող իշխանության հետ, կամ եթե կարծում է, որ իշխանությունը լեգիտիմ չէ, հեղափոխություն արեք։ Լեգիտիմության խնդիր այս մարդիկ ունեն, իրենք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրենք հասկանում են, որ տանվոր են գործուղված ինչ որ միասին միսիայի համար։
իրադարձությունները արագ են Առաքելություն, այո, չի գալիս հանձնարարականը, բա ինչ անեն, չեն կողնորոշվում, գնում են, գալիս են, հանձնարարական չկա, բայց սա իրենց խնդրեմը չէ, մեր խնդրեմն է, սա Հայաստանի Հանրապետության խնդրեմն է, կարծում եմ սա է ընտրությունը, կամ մանդատները վայր դրեք եւ զբաղվեք հեղափոխությամբ, կամ եկել եք, նստեք, աշխատեք, ասում է Էլի Փաշինյանի 55 րոպեանոց ցիտատներ, 55 րոպե այսօր խոսած, բայց լավ այլ առանձնապես չդղդղկացրեցին, որ Կտրիշ Ներսիսյանն էր ասում, ինչ որ կոմպրոմիսի երևի եկան, գոնե այսօր։ Հետո չգիտեմ ինչ կլինի։ Բայց բանը կարևորը ընդունեցին ազգային ժողովը 63 կողմ 24 դեմ ձայներով ազգային ժողովը ընդունեց կառավարության 26-ից 31 թվականների ծրագիրը։ Գողմը քվեարկել միայն քաղաքացիական պայմանագիրը։ Ինչ է բարձ է, հա։ Գիտեք ինչ, այս փուճուր փաստը, գիտեք ինչի մասին է խոսում, օրինակ, այս շատ որ մենակ է, ախր որ իրենց մեջ ամեն ինչ պայմանավորված է, էլի, որտեղ ոնց էլ լիներ, ասենք մեկը պիտի ասի, որ հա այմար լավ էր կամ բանը, չէ։ Մենք ուրեմն չենք քվեարկում, մենք չենք քվեարկում, խմբակային են, էլի բանում, անձնավորություն չկա մեջներում։ Այստեղ Հայաստանի կառավարության մի րոպե սա գտնեմ, հրապարակել էին կետերը որտեղ ասում է հստակ ինչ ծրագրեր են ներառված, հա, ցանկով, այսպես ներկայացված։ Ես նայեցի մեծ էր բավականին, հա, բավականին մեծ էր, ահա, հեսա, մի րոպե, մի քանի կետեր կարող ենք միասին կարդալ, այսպիսով այսօր ընդունեց, ինչպես ասացինք, 2026-2031 թվականի գործունեությունը կառավարության հիմնական կետերը, որը կարճ է դրանք եմ կարդում։ Խաղաղության հաստատում Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում, խաղաղության խաչմերուկ ծրագրի եւ TRIP նախագծի հիմնական գործառույթների իրականացում, ժողովրդավարական հակակոռուպցիոն տնտեսական միջավայրի ստեղծում, ամբողջ բնակչության ներառում առողջապահության համակարգի մեջ, ընդհանուր բան, ՀՀ քաղաքացիների համար Եվրոմիության մուտքի վիզաների ազատականացում, այս էլ շատ կարևոր կետ է, եթե կարողանան հասնել, դա կլինի հրաշալի։ Տարեկան միջինում 6% տնտեսական աճ։ Եվս 125,000 նոր աշխատատեղի ստեղծում։ Կորպորատիվ պարտատոմսերից չգիտեմ ինչա ոնց բան, 10 ջրամբարի կառուցում։ Մինչև 2000 Ոռոգման ապահովում եւս 10,000 հեկտար նոր հողերի համար։ 350 կիլոմետր ջրանցքների խողովակաշարերի կառուցում եւ վերանորոգում։ Այս մեկն է շատ հաճելի, 24 ժամյա ջրամատակարարում առնվազն Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում։ Դե հա էլի։ Եթե ինչ ամոթ է ասենք, որ այո Երևանում մի շարք թաղամասերում, այդ թվում նաեւ Աջափնյակ համայնքում ջրամատակարարումը շուրջօրյա չէ։ Եվ դա խայտառակություն է, որովհետեւ մարդիկ ժամը 6-ին 7-ին ուզում են գնան աշխատանքի, ճպրոտ անլվա գնում են աշխատանքի, տարական քարի դար։ Էլ ինչ կա, անստեղ կա։ Այս ակադեմիական քաղաք, չգիտեմ ինչ, 100 մեգավատ ֆոտովոլտային կուտակիչներ, աղտոտվածության կրճատում 5%-ային կետով եւ այլն, իրոք շատ ծավալուն բաներ կա, բայց մոտավորապես կառավարության կայքում հրապարակված է, կարող եք ծանոթանալ, որոշ կետեր ներկայացրեցինք նաեւ ձեզ։ Հիմա գնանք գովազդի, կհեռառանք մեր հարգարժան գործընկերներին ասենք շնորհակալություն եւ վերադառնանք եւ հաղորդման։ Եվ մենք եկանք, ողջույն հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ շարունակում ենք ուղիղ եթերը դեմ դիմաց հանդիպումը, մեր գործընկերներին ասեցինք շնորհակալություն, որ մեզ հետ են, ասում ենք թարմացնում ենք լրահոսը, տեսնելու էլ ինչ գործառույթներ է իրականացվել, այդ արգելը որ Սերժ Սարգսյանը եկավ եւ գնաց քննչական կոմիտե, ասում ինչի համար են ու ասեց, բան ասում է ես բան չհասկացա, որ ասեն ինչ են ձեզ մեղադրում, բան ասում է ես բան չհասկացա։ Ոչ ոք չի հասկանում, ոչ ոք, իդեպ առավոտից այդ գործառույթները որ իրականացնում են, գիտես ինչի վրա զարմացա, թե ինչ արագ, որտեղ առավոտ շուտ էր, դեպուտատները, ընկերներ, ծանոթ բարեկամ, ինչ արագ հասան հենց դեպքի վրա Մոսկվայի դիմացի շենքն են Լևոն Քոչարյանն են կապրում, այդ Ծառուկյանի հայտնի շենքն է, Ծառուկյանը նվիրեց, չէ՞, այդ բնակարանը իրանց, որ ամուսնության նվեր տվեց, ինչ տվեց, չգիտեմ, բայց
սպիտակ շենքն է, կարճ ասած, գիրը Մոսկվայի դիմացին բավական գեղեցիկ։ Ոնց արագ հասան այնտեղ, բայց դե երևի գիտեին նաև էդ էլ կա։ Երեխաների արչև, երեխաների մոտ անարեցին ինչու մի խոսքով։ Գնանք առաջ, լավ։ Ուրեմն Քոչարյանը պատասխանել է այդ Փաշինյանը, որ ասում է ձեր ընտանիքը ինչի հաշվին է միլիոնատեր, այդ ունեցվածքը որտեղից ձեզ, դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեն ձեր երեխաները, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին, ես ձեզ ուղիղ ասում եմ, որ չի լինելու դա, սա ոչ թե անձնավորված հարց է, այլ քաղաքական խնդիր, հատիկ ամեն ինչը պիտի վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Քոչարյանը ի պատասխան ասաց, թե ինչը ում պետք է վերադարձվի, պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը ներողություն։ Երբ դուք ասում եք, դու չես կարող ժառանգել ու զուգահեռ գործ կա դատարանում, սա ուղիղ ճնշում է դատարանի վրա։ Վայ, ես իմ ամեն լումայի համար այդ պատասխանը տալու եմ կամ չեմ տալու, դա դատարանում է։ Բայց դուք այստեղ դրա մասին խոսելով խախտում եք հիմնարար սկզբունքը, ձեր մոտ ընտրողաբար մոտեցնում է, ձեր մոտ կային նախկին մարզպետներ կան, որոնց մասին այնքան հոդվածներ են գրել ժամանակին, բայց հիմա ձեր մոտ են իրենց հետ կապված խնդիրներ չունեն։ Ուրեմն ես ամեն ինչը անձնավորված է, այո, այսինքն թիրախավորում եք կոնկրետ մարդկան։ Սա մի հատ վերնագիր է, որը ոչ քաղաքական է, ոչ մի բանի հետ մինչև պահը խոսածած չունի, ու անունը ինձ զարմացրեց։ Ուրեմն սանիտարական նորմերի խախտման պատճառով Հայաստանում արգելվել է լորի կոլայի արտադրությունը։ Լորի կոլա։ Լորի մարզի կոլա։ Ես լորի պանիր լսել է, բայց լորի կոլա չի լսել, հա, գազավորված ըմպելիք լորի կոլայի արտադրությունը։ Կորպուս գոստրոբար խախտումների մի խոսքով պատճառով, այ քեզ բան, բացնից բաներ էլ կա, էլի։ Բայց լինենք անկեղծ, լորի բաները հրաշալի բաներ է։ Դե ես էլ եմ օգտվում, հա, երբեմն, բայց գները հասել են ֆանտաստիկ բաների, հա, այդ լորը, ասես մի կտոր պանիրը 10-20 դոլար է։ Հայաստանում է աստղաբաշխական, ուր մնացը տեղ կա, հասնի այդտեղ, իրոք մեզ մոտ կատնամտեր, մեկը գիտեք ինչ կա, մի բան, այս ժամանակներում ու կապ չունի որ ֆիրմային է, այս մայիսից երևի սկսյալ մինչև սեպտեմբեր ցանկացած թթվասեր լինի, կատնաշոր լինի, կաթ մածուն, ցանկացած կատնամթերք ահավոր հոտ է գալի, կովի, ահավոր, խանութի առած են, տնականները չի, որ ասես թե բանս ես, ծանոթներ ունենք, ովքեր աշխատում են այդ բնակավարում, ասում են, դե այս շրջանում, որ կաթը կովը արածում է բան, կաթի փոշին քիչ են անում, գյուղացուց կաթը առնում են գործարանները մեծ քանակությամբ, մթերում են եւ այլն, այսինքն բնական կաթի քանակն է շատ դրա համար։ Ասեմ, հա, Ժորժ ջան, բայց այդ հոտը հատուկ սարքերով անցկացվում է, չէ՞, այդ հոտը դեոդոր են ասում, ինչ են ասում, որ հակա գործառույթներ ա լինում, որ այդ բաները մեղմվի։ Մեզ մոտ ինչ չկա այդ բանը։ Իրոք հնարավոր չէ, ովքեր հոտերի նկատմամբ բանավանդ բան ունեն, մի քիչ բծախնդիր են, ամենալավը գնում ենք, լինի կաթ, լինի մածուն, լինի պանիր, պանիրը լավ հոտավետ է ինքը։ Թթվասերից ոնց կարա կովի հոտ գա, էլի, այդ ահավոր։ Էսա։ Այ, օքեյ։ Հանրապետության որոշ շրջաներում այստեղ զգուշացնում են բավականին բարձր ֆոնա լինելու ջերմաստիճանի արաբական թերակղզուց պահպանվելու է եւ առաջին անգամ ես text message-ով, ասենք Ամերիկայում ոնց էր լարմ էին ուղարկում էին, որ զգուշ եղեք, հրդեհավտանգ իրավիճակ, այդպիսի բաներ Երևանում են սկսել, Հայաստանում են սկսել անել, հուսամ մեր հարգելի քաղաքացիները, մանավանդ շաբաթ-կիրակի այդ խորոված քյաբաբ վիճակները դրսում շատ զգուշ կլինեն եւ չեն վտանգի շրջակա միջավայրը, Դիլիջանի անտառները, Խոսրովի անտառը եւ այսպես շարունակ։ Մեզ մոտ էլ ամբողջ շաբաթ 37 աստիճան ա լինելու այն, կատակ չի։ Դե հա։ Բավականին զանգ ունենք, լսենք ռադիո լսողի։ Այո, բարև ձեզ։ Հելո։ Պայլուս ձեզ։ Բարև ձեզ, ով է միացել ես։ Ռաֆայել Ջազմի հարց ունեի։ Ապա ուզում եմ իմանալ այդ Instagram-յան էջի այդ կանայք, որ տենց
շատ այլանդակ ձևով բառերն օգտագործում, ինչպես կարող ենք կտրենք։ Instagram-ը։ Գերմանիայից Քրիստինե անունով մի հատ կինը շատ տգեղ, շատ վատ արտահայտություններ է տալու մեր հայ ազգի համար։ Եվ մի հատ էլ Անահիտ։ Չեն ամանչում, ես չգիտեմ, ես ուղիղ գիծ չեմ ուզում իրանց հետ դուրս գալ, բայց դուք չեք կարող մի հատ բառի, դուք այնքան գրագետ եք, այնքան բառապաշարի։ Հիմա էլ մեզ է ամեն ինչը ուղղվի, ուզում եք ասեք, հիմա մենք իրանց սաստենք, հետո մեզ կսեն հայհոյել, այդպես մարդկանց մեր ասելով ոչ չի լինելու, հարգելիս։ Մենք ասենք, վայ անամոտ տիկին, այս ինչ եք ասում, ինքն եք ասի, վայ, դեր ինք ու Ռաֆայելը որ ասեցին, արի բարերից չափավորում, չէ, այդ մարդը այդ հասել է այդ էջին, այդ level-ին, կարծում եք իմ ու Դերենիկի ասելով որևէ բան կփոխվի։ Մեզ է թիրախավորելու, մենք ենք ընկնելու հայոյանքների տակ։ Մենք էլ հայոյանքով իրան չենք պատասխանի, դառնալու ենք զոհ։ Ուղղակի ես ինքս ամանչում եմ, ես լսում եմ։ Դե դուք բարոյական եք, ամաչում եք, ինքը եթե անբարոյ է։ Տիկին ջան, ես ձեզ խորհուրդ կտամ, մի լսեք, վերջ։ Բայց նենց հայ ազգին տենց են արել, որ մեր երկերը կործանվում է, այդ են կեղտերը։ Դե բլոկ արեք, մի ուշադրություն դարձրեք։ Չէ՞ որ իմ թորներս էլ են լսում դրանք։ Հասկանում եմ, հարգելիս, ես լրիվ ձեզ հասկանում եմ, ձեր վրդովմունքն էլ են կիսում, բայց այդ մարդկանց այդ տենց որակի, մարդկանց դեմ պայքարելու միակ միջոցը իրանց արգելափակելն է, որովհետև իմ ու ձեր ասելով Գերմանիայից Քրիստինեն Դե եթե մարդ Գերմանիայում է, այդ level-ի մեջ ինչ անեն։ Եվ Անահիտը, ին արարածը, միթե կարելի է բերանից տես բարեր դուրս կա։ Դե ինչ ասենք, հարգելիս, թողնենք արդեն։ Ձեզ լավ օր, շնորհակալ ենք զանգի համար։ Մերսի շատ, Մերսի ձեզ։ Այս թեմայով մոտավորապես էլ ինձ էլ են շատ դիմում։ Բա այն օրը մեկը լսեցիք ինչ ասում, sense բան, այ մարդ ասում եմ, չէ, չեմ լսել, ոչ էլ ուզում եմ լսել։ Հասկացեք, պիտի լինեն դրանք, պիտի լինեն, հնարավոր չի առանց այդ տեսակ մարդկանց, կին կլինի թե տղամարդ։ Միակ ձևը իրանց ոչինչ բանը տեղ չդնելն է։ Հիմա այսքան որ էս մեր տիկինը խոսեց, չէ, վստահ եմ, մա շատերը կասեն, մի հատ գնամ տեսնեմ այս աղջիկով։ Որտեւ ընդհանրապես համար որտեւ չեք կարող աշխարհը փոխել հարմարեցնել մեզ։ Մանավանդ այս օրերին, երբ որ ամեն մարդ ազատ է մեդիայով տնից կարող է խոսել, այս անել, ինչ ամնում անել։ Միայն արհամարում եք եւ վերջ։ Ինչքան իրանց քիչ լսեք, այնքան շուտ իրանք կվերանան։ Էս է միակ Արդարության համար ասենք շատերը հենց քիչ թե շատ հեղինակություն ու լսարան ունեցող մարդկանց թիրախավորում են, որ դու իրանց անդառնաս։ Ինձ մի երկոքի կպավ, հիմա ամեն մի view-ի համար սպանում են իրար, ինչ ասես կանեն։ Երկրորդը Երանի նրան, որ բարոյականությամբ, կրթությամբ, իր պատշաճ եւ ճիշտ խոսքով լսարան կհավաքի։ Հայոյանքի մեջ այդ հայտնի դառնալու մեջ ինչ բան կա։ Հիմա Գլենդելում մի հատ ցանկացած մեկը մերկ ամերիկանայով մի հատ անցնի ակետից բեկետ, ամբողջ աշխարհով հայտնի մարդ կդառնա։ Լուրերով, բանով, սաղ կտան, հեռախոսով կնկարեն Instagram-ով բան, բայց դա ձև չի, շնորհք չի, շնորհքով պիտի աչքի ընկնի։ Եթե մարդ գնացել է Գերմանիա եւ այդ բարքերի մեջ է, հիմա իմ ասելով չի, Դերենիկի ասելով չի։ Okay, ոնց ավարտենք հաղորդումը, ինչ լավատեսական ինչ կա։ Չգիտեմ, իմ մոտ խուր բան է, նստված կա թողնում ես ամեն ինչը։ Նախ չգիտեմ ոնց կավարտվի, չգիտեմ ինչ է լինելու, բանա էլի շատ տգեղ է, շատ, ահա ուրա բաներա դուրս գալիս, իմանում ես որ ավելի լավ է չի բանայր միգուցե։ Լավ, եկեք լավատես sense մի բան ասենք, Մոլդովայում գինի ֆեստ է լինելու, որ հայերն են գնալու եւ մոլդովական գինու փառատոնին են մասնակցելու։ Ես ձեզ մի բան ասեմ, էլի, ես ուրեմն իմ երկրորդ հայրենիքը կարելի է համարել Մոլդովան։ Ես շատ երիտասարդ տարիքից այնտեղ 3 ֆիլմում էի նկարահանվում, տարիներով այնտեղ ապրել եմ, գնացել եկել եմ։ Ես գինու մեծ մասնագետ չեմ, ոչ էլ սիրում եմ, բայց մոլդովական գինիները իսկապես բացառիկ են։ Ախիտ բան է, չէ՞, որ շատ գինի ասելով Ֆրանսիա, Իտալիա, բան, բայց Մոլդովա, փաստորեն Մոլդովան գինիները։ Իրանց հողը ու խաղողը շատ բան է, եւ ասեմ ձեզ, այդպեսի գինի խմող ազգ ես չեմ տեսել։ Փոքր երեխաներից մինչև մեծերը խմում են։ Փողոցով քայլում ես, ոնց է որ բաներ կան, չէ՞, սուրճի տեղեր կան, բան, այդպես գինու տեղեր են անընդհատ, տարբեր որակի ու տարբեր ձևի։
Ասում երեխաներին օծում են, գինով են օծում, իրանց ոնց որ մենք լավաշի կուլտ ունենք, մշակույթ, իրանք դες գինո նկատի։ Բան են անում, ջրով խառնում են գինին, տալիս են երեխաներին, Բոյը սեղանին չի հասնում, արդեն գինի են խմում։ Այդ տեսակ բան է, բայց իսկապես շատ բան գինիներ ունեն, ընտիր գինիներ ունեն։ Եվ մի բան էլ ասեմ, եթե հիշում եք, Սոյուզ Ապոլոն սիգարետներ սովետական միությունը Ամերիկայի հետ սարքեց, այդ Marlboro-ի ընկերության հետ էր, եւ եկան հող էին ման գալիս, որտեղ այստեղ պիտի բանը աճեցնեին թութունը։ Եվ ընտրեցին Մոլդովան հողը եւ այնտեղ էլ աճացնում էին այդ Marlboro-ի համար հատուկ այդ բաները։ Թութունին հայերեն ինչ են ասում։ Ծխախոտը, ծխախոտը։ Դե այսքան ես ճիշտ գիտեի ծխախոտը թութունն է, այդ չորացրած ծխախոտը։ Թութուն չեն, ծխախոտ են ասում, կարծեմ ճիշտ հայերենը։ Ծխախոտը, հա, հենց է տերևն է, էլի բույսն է ծխախոտը, բայց թութունը, որ չորացնում են արդեն, այդ մեջը թութունն է դառնում արդեն։ Այսինքն թութունը հայերեն բառ չի, ինձ թվում է թուրքերենի նման ավելի։ ChatGPT-անը։ Այո, իհարկե։ Եվ շատ բարդ process է, այդքան թվում է հեշտ է, եւ 3 որակ ունի։ Ուրեմն ամենաբարձր որակը, երբ որ կտրում են տերևի դրսային մասերը, հետո միջինն էլ, երրորդն էլ մախորկան են մեջի չոփերը, բաները ինչ որ կա, այդ ամենաէժան սիգարետները, որ սարքում էին սովետական միությունում, Ավրորա եւ այլն եւ այլն, 15 կոպեկ։ Հարցնում եմ ChatGPT-ին, ասեն թութուն բառը հայերեն է, թե ծխախոտ բառի կիրառությունն է, ճիշտ, մտածում է հեսա մի րոպե, տեսնենք ինչ մոգունի։ Քիչ երկար է մտածում, զարմանալի։ Այո, թութունը հայերեն բառ է նաև։ Այն նշանակում է ծխախոտի բույսը, ծխախոտի հումքը։ Թութուն, թարգմանությունը տոբակո, ծխախոտ կարող է նշանակել եւ թութուն տերևը եւ հումքը։ Օրինակ թութուն են աճեցնում բնական, իսկ ծխախոտ են ծխում։ Այսինքն երկու ձևը կիրառելի է։ Իմանանք, հարգելի բարեկամներ, իմանանք, թե պետք ծխելը վնասակար է առողջությանը։ Հիշեք դա։ Okay։ Այսքան ուրեմն այսօրվա համար։ Դերենիկին ասում ենք ցտեսություն, հանդիպելու ակնկալով մինչ վաղը։ Այսօր 3 շաբթի է, հարգելի բարեկամներ, դա նշանակում է, որ մենք ունենք AMPM երաժշտական վիկտորինան, եւ սպասում ենք նաեւ ձեզ ակտիվ մասնակցությամբ մոտավորապես 40 րոպեից երկերի ընտրությունը կատարված է, Արմինեն շուտով կմիանա տաղավար, ես մի փոքր շունչ քաշեմ, որովհետեւ այսօր եւ update լրատվականը ամբողջությամբ իմ ուսերիներ եւ այսօր առավոտից կարելի ասել հետեւում էինք ազգային ժողովի իրադարձություններին, մանավանդ որ շուտով գալիս է Միացյալ Նահանգներ, այո, մի փոքր ծանրաբեռնվածությունը ավելացել է հայաստանյան իրականության մեջ, որպեսզի գործերը ամբողջությամբ կարողանամ ճիշտ դասավորել, բայց դե ամեն աշխատանք իր առանձնահատկություն ունի, չեմ տրտնջում, ընդհանրապես անում եմ մեծագույն սիրով, մանավանդ որ իմ կողքին եք, մեր կողքին եք եւ ընթանում ենք առաջ։